Պատերազմում նույնիսկ բառերն են զենք։ Գիտեք ինչու։ Որովհետև բառերը մեր մտքում ստեղծում են պատկերներ, որոնք կարող են մարդուն ոգևորել կամ ընկճել, առաջ մղել կամ խուճապահար փախուստի մատնել, կանխորոշել մարտի ելքը առանց արյուն թափելու կամ նույնիսկ մինչև բունմարտական գործողությունների մեկնարկը։ Լավ խոսքը մարդու սիրտը զենքի պես է տապալում, ասում էր Խաչատուր Աբովյանը, իսկ մենք Բանակ-Ինֆո ռազմական մասնագիտացված կայքը և Point of Law փաստաբանական գրասենյակը, կարևորելով ռազմական ոլորտի վերաբերյալ քաղաքացիների շրջանում գոնե նվազագույն գիտելիքներ ունենալու հրամայականը, սկսում են նոր ու հետաքրքիր մի նախագիծ, որը անվանակոչել ենք ռազմական բառարան։ Դե ինչ, եթերում ռազմական բառարանի առաջին թողարկումն է, իսկ մենք սկսեցինք, գնացինք։ Նախագծի շրջանակներում խոսելու ենք այնպիսի տերմիններից և եզրույթներից, որոնք վստահաբար յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում այստեղ կամ այնտեղ գոնե 1-2 անգամ վստահաբար լսել է, բայց կամ չի իմացել լիարժեք դրա նշանակությունը և բացատրությունը, կամ շփոթել է մեկ այլ տերմինի հետ։ Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ հատկապես սահմանային լարումների ժամանակ, երբ որ տեքստերը դառնում են առավել բազմազան մեկնաբանելի, երբ որ առավել շատ տեղեկություններ, ինֆորմացիա գրվում է ոչ թե սևով սպիտակի վրա, այլ գրվում է տողերի արանքում, չափազանց կարևոր է նման տերմինների բացատրության և նշանակության հստակ իմացությունը։ Մասնավորապես, շատ կարևոր է, որ շարքային քաղաքացին տարբերի մարտկոցը մարտկոցից, դիվիզիան դիվիզիոնից, ջոկը ջոկատից, կվադրոկոպտերը FPV դրոնից և այլն։ Հենց նմանօրինակ երևույթներից էլ խոսելու ենք մեր առաջիկա թողարկումների ընթացքում։ Դե ինչ, նախագիծը համարում ենք մեկնարկած, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։